Ներողություն եմ խնդրում, ինչ եմ բաստողը, ինչ եմ բաստողը, դե ես նշեցի, որ առաջիկայում ես հանդես կգամ փոքրիկ տեսաուղերձներով եւ տեսանյութերով, որտեղ կնշեմ իմ կողմից կատարված աշխատանքները, եւ եթե հիմա իմ նախաբանում ինչ-որ բան բաց եմ թողել կամ ձեր հարցերից, ձեր ուշադրությունից վրիպելը, ես կփորձեմ լրացնել։ Թերությունների բաստողումների Մենք թերությունների բաստողումներ իհարկե ունենք։ Իհարկե, մենք չենք կարող, ես նշում եմ, չեմ կարող հերքեմ, որ մեր մոտ շարունակում են լինել խնդիրներ։ Եթե խնդիրներ չլիներ, ես 2026-ը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի չէի հռչակի։ Իհարկե կա։ Բայց նորից եմ ասում, դա միայն իմ եւ պաշտպանության նախարարության աշխատակիցների խնդիրը չէ։ Սա հանրային պատասխանատվության հարց է։ Շնորհակալություն, հաջորդած։ Շնորհակալություն իմեջիա, պարոն Պապիկյան, ձեր խոսքում ասացիք, որ ազատից զինվորական կացարանի հրդեհ համար անձնական ողբերգություն է, բայց երեք տարվա ընթացքում դուք չեք հանդիպել տղաների ծնողներին, քրեքներ, բազմաթիվ անգամներ հանդիպման ոչ են արել, նշելով, որ իրենք ասետիկ ունեն, իրենք անձամբ են քննություն իրականացում եւ ձեզ ներկայացնում տարբեր բաներ ունեն, նաեւ ես մեղադրանքություն եմ որպես պաշտպանության նախարարի, քանի որ նաեւ ձեր բաստողում կա այդտեղ։ Ինչու չեք հանդիպել ծնողներին եւ հնարավոր է առաջիկայում հանդիպում լինի, եւ դուք ասացիք նաեւ, որ պատարագի մասնակցում եք այն եկեղեցիներում, որտեղ ինքներդ եք ցանկանում, բայց ստացվում է այնպես, պարոն Պապիկյան, որ ռազմական ոստիկանության աշխատողները ստիպված են լինում ձեզ հետ գալ, լրատվամիջոցներում եթե թերթեք, կտեսնեք, որ նույնականացված այն ռազմական ոստիկանության։ Այսինքն լրատվամիջոցներում ինչ գրվում է, դա բացարձակ ճշմարտություն է։ Դե ճիշտ արտահայտվեք։ Լրատվամիջոցներում դուք կտեսնեք, որ կաներով նույնականացված են ռազմական ոստիկանության այն աշխատակիցները, որոնց ձեր թիկունքին են։ Այսինքն այնպես չէ, որ իրենք իրենց կամքով եկել էին պատարագի եւ ինչ-որ պատարականությամբ վերցրել ձեր թիկունքին։ Ինչ է ստացվում, որ դուք գնում եք այնտեղ, որտեղ ցանկանում եք գնալ պատարագի եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները ստիպված են լինում գնալ ձեզ հետ։ Հիմա այդ ասեք, որ դուք մարդկանց ապահովելու այդ խնդիրը չունեք, շնորհակալ եմ։ Ես նշեցի, արգելի գործընկերներ, եթե ես կոչով դիմեմ, որպեսզի ինձ հետ մասնակցեն իմ ենթականները, նորից եմ ասում, դրա պատկերը ձեզ համար ինձ թվում է պարզա ինչպիսին կլինի։ Ես նորից եմ հերքում իմ կողմից որևէ մեկին, որևէ բան կոչ անելու։ Իսկ ինչ վերաբերում է մամուլում գրված ցանկացած բան ճշմարտություն ներկայացնելուն։ Ինչ տեքստ կուզեք, տվեք, տամ մամուլում գրեն, դա կդառնա ճշմարտություն։ Գրեք, երկու տող գրեք, կուզեք կես ժամից մամուլում հայտնվի։ Դու դարձնենք բացարձակ ճշմարտություն։ Ես ներողություն Չէ, մի ընդհատեք։ Ներողություն, բայց այս հարցը արդեն տվել էի եւ խնդրում եմ շփաթել։ Հարգելի գործընկերներ, ես նշում եմ, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ոչ քաղաքական, կրոնական ակցիայի կամ երթին, ուխտերթին, յուրաքանչյուրը իր որոշման մասնակցություն կարող է ունենալ, բայց ես դրա մասին, այդ թվում նաև որ կարող է ունենալ, հայտարարելու փորձ չունեմ, չեմ հայտարարել։ Իսկ եթե ես այսօր ասեմ, գիտեք հարգելի գործընկերներ, Կիրակի օրը այս ինչ տեղը նման բան կա, այ գիտեք դուք ազատ եք գնալ։ Այդ կնշանակի, որ ես թաքնված կոչ արեց, ասում չեմ արել։ Նորից եմ ասում, որ ես կոչ անեմ, դրա արդյունքը կլինի շատ ակներև, բայց ես այդ կոչը չեմ պատրաստվում անել։ Շնորհակալ եմ։ Ազատի զորամասի հետ կապված, հարգելի գործընկերներ, ես չեմ պատրաստվում դատավարության շրջանում եւս մի անգամ հայտնվել թիրախում ու դատավարությունը կամ քրեական վարույթը ինչ-որ կերպ, ինչ-որ ուղղությամբ տանելու մեղադրանքի կենտրոնում հայտնվել։ Այսինքն, երբ որ ինձ հարցնեն բան, ես դի հայտնում կարծիք, ճիշտ է։ Եթե պետք է ես միայն լսեմ ու ոչինչ չասեմ, դա ուրիշ պատմություն է, ես դա կարող եմ նաև դա։ Նկատի ունեմ, սա մի հարց է, որը գտնվում է այլ մարմնի, ես փուլում դատական մարմնի իրավասության ներքո եւ իմ որևէ գործողություն կարող է այլ կերպ ընկալվել եւ բնական է, որ ես այդտեղ ճիշտ եմ գտնում, այդ թվում նաեւ դա իրավաբանների կարծիք է, ես որևէ մասնակցություն ունենալ չեմ կարող։ Իսկ մեղադրանք յուրաքանչյուրը կարող է ունենալ, դրա համար կարծում եմ կամ պատկար մարմիններ, կա դատարան։ Դատարանը կորոշի ովքեր են մեղավոր։ Ես իմ խղճի առաջ մաքուր եմ ու արդար եմ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։